Երբ Օֆելիա Համբարձումյանի տան դռները բացվեցին վերջին անգամ, հատուկ ծառայությունները գտան մի բան, որը 30 տարի թաքցված էր մնացել հանրությունից։ Դա հին մագնիտոֆոնային ժապավեն էր, փաթաթված դեղին թղթի մեջ, որի վրա գրված էր միայն մեկ բառ՝ Տաթևիկ։ Այդ ձայնագրության վրա Օֆելիայի ձայնը հնչում էր այնպես, ինչպես երբեք չէր հնչել բեմից՝ ճեղքված, լացկոտ, անհույս։ Նա խոսում էր իր դստեր հետ, բայց այդ խոսակցությունը չէր նման սովորական մայրական զրույցի։ Դա էր խոստովանություն, որը պետք է մնար գերեզմանի հետ միասին։ Ինչու էր այդ ժապավենը թաքցված այնքան խնամքով։ Ով էր վախենում, որ այն կարող է լույս տեսնել։ Եվ ամենակարևորը, ինչու Օֆելիան, որը երգում էր օտարության մասին ամբողջ կյանքի ընթացքում, վերջում ինքն էլ դարձավ այդ երգի ամենաողբերգական հերոսուհին։ Այս պատմությունը կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք այս կնոջ մասին։ 1950-ական թվականների վերջերը Երևանում Օֆելիա Համբարձումյանի անունը արդեն իսկ դարձել էր լեգենդ։ Նրա ձայնը լցնում էր օպերայի և բալետի թատրոնի հսկայական դահլիճը, իսկ երբ նա երգում էր պանդուխտ երգը, դահլիճում չէր մնում չլացող մարդ։ Բայց քչերը գիտեին, որ այդ երգը Օֆելիայի համար չէր միայն երաժշտություն։ Դա էր նրա սեփական ցավի արտահայտությունը, որը դեռ չէր եկել, բայց արդեն իսկ ստվերներ էր գցում նրա կյանքի վրա։ Նրա ամուսինը Արամ Համբարձումյանը, հայտնի դիրիժորը, հանրությանը ներկայացնում էր իբրև իդեալական ընտանիքի գլուխ։ Նրանք ունեին 2 երեխա՝ Տաթևիկին և Արմենին։ Լուսանկարներում նրանք ժպտում էին, բայց ովքեր տեսել էին Օֆելիային բեմից հետո, պատմում էին այլ բան։ Գրիմերուհի Սիրանուշ Մկրտչյանը, որը 40 տարի լռել է, վերջապես համարձակվեց խոսել։ Ես ծածկում էի նրա կապույտ բծերը հիմքով, ամեն համերգից առաջ, ասում է նա դողացող ձայնով։ Օֆելիան երբեք չբողոքեց, միայն խնդրում էր ավելի հաստ շերտ դնել։ Նա ասում էր. «Սիրո, հանրությունը պետք է տեսնի միայն գեղեցիկ երազը, ոչ թե իրականությունը»։ Բայց ինչպես կարող էր այդպիսի կին, որը բեմում էր թագուհի, տանը դառնալ անտեր։ Պատասխանը թաքնված էր մի փաստաթղթի մեջ, որը Օֆելիան ստորագրել էր 1958 թվականին։ Դա պայմանագիր էր Հայաստանի մշակույթի նախարարության հետ, որը նրան պարտավորեցնում էր տարեկան 250 համերգ տալ, անկախ առողջական վիճակից։ Այդ պայմանագրի մեջ կար մի կետ, որը երբեք չհրապարակվեց։ Եթե Օֆելիան հրաժարվեր համերգներից, նրա ամբողջ ընտանիքը կզրկվեր բնակարանից և արտոնություններից։ Սա չէր սովորական պայմանագիր։ Սա էր ոսկե վանդակ, որտեղ երգչուհին պարտավոր էր ժպտալ, մինչդեռ նրա կյանքը փշրվում էր։ Ով էր այդ պայմանագրի հեղինակը։ Ինչու էր այդքան կարևոր պահել Օֆելիային բեմում, նույնիսկ նրա կյանքի գնով։ Եվ ամենակարևորը, արդյոք Արամ Համբարձումյանը գիտեր այդ պայմանագրի մասին, թե ինքն էր այն ստորագրել իր կնոջ անունից։ 1960-ական թվականների սկզբին Օֆելիայի կարիերան հասավ գագաթնակետի։ Նրան հրավիրում էին Մոսկվա, Լենինգրադ, նույնիսկ Փարիզ, բայց ամեն մեկնումից առաջ տեղի էր ունենում մի տարօրինակ ծես։ Օֆելիան գնում էր Սուրբ Աստվածածին եկեղեցի և վառում մոմ, ոչ թե իր հաջողության համար, այլ իր երեխաների պաշտպանության համար։ Նա կրում էր փոքրիկ խաչիկ, որը նրան տվել էր մայրը մահվան անկողնում։ Այդ խաչիկը Օֆելիան երբեք չէր հանում։ Բայց 1961 թվականի մարտի 13-ին, երբ Օֆելիան պատրաստվում էր Մոսկվայի համերգին, խաչիկը անհետացավ։ Նա շուռ տվեց ամբողջ տունը, լաց էր լինում, բայց խաչիկը չգտավ։ Գրիմերուհի Սիրանուշը հիշում է այդ օրը։ Օֆելիան եկավ թատրոն սպիտակ դեմքով։ Նա ասաց. «Սիրո, ես կորցրել եմ մայրիկիս խաչիկը, սա նշան է, ինչ-որ սարսափելի բան պատահելու է»։ Ես փորձեցի նրան հանգստացնել, բայց նա շարունակում էր կրկնել. «Երբ խաչիկը չկա, ես անպաշտպան եմ»։ Այդ երեկո Օֆելիան երգեց Մոսկվայի Կոլոննադա դահլիճում։ 2000 հոգի ոտքի ելան նրան ծափահարելու։ Բայց համերգից հետո, երբ Օֆելիան վերադարձավ հյուրանոց, նրան սպասում էր հեռախոսազանգ Երևանից։ Զանգահարողը ներկայացավ որպես մշակույթի նախարարության աշխատակից և ասաց, որ Տաթևիկը հիվանդացել է և տեղափոխվել է հիվանդանոց։ Օֆելիան անմիջապես պահանջեց վերադառնալ, բայց նրան ասացին, որ չկան տոմսեր մինչև 3 օր։ 3 օր Օֆելիան ապրեց ահավոր տագնապի մեջ։ Նա չէր կարող կապվել տան հետ, հեռախոսները չէին պատասխանում։ Երբ վերջապես վերադարձավ Երևան, պարզվեց Ջոր Տաթևիկը ընդհանրապես չէր հիվանդացել։ Այդ զանգը կեղծ էր։ Բայց ով էր զանգահարել և ինչու։ Ով էր ուզում Օֆելիային պահել Մոսկվայում 3 լրացուցիչ օր։ Եվ ամենակարևորը, ինչու էր անհետացել խաչիկը հենց այդ օրը։ Արդյոք դա պատահականություն էր, թե ինչ-որ մեկը նախապես պլանավորել էր այս ամենը։ 1961 թվականի ամառը Օֆելիայի կյանքում սկսվեց նոր փուլ։ Նրան առաջարկեցին մասնակցել Սովետական միության մեծ շրջագայությանը, գայությանը,
որը պետք է տևեր 6 ամիս։ Դա էր անսովոր երկար ժամանակ, հեռու ընտանիքից։ Օֆելիան սկզբում հրաժարվեց, բայց Արամը պնդեց. «Սա քո կարիերայի ամենակարևոր հնարավորությունն է», ասաց նա։ «Մենք կգտնենք ելք երեխաների հետ»։ Օֆելիան վարանում էր, բայց վերջապես համաձայնեց։ Նա չգիտեր, որ այդ որոշումը կփոխի ամեն ինչ։ Շրջագայության ընթացքում Օֆելիան հանդիպեց մի մարդու, որը ներկայացավ որպես Մոսկվայի Բոլշոյ թատրոնի պրոդյուսեր Վլադիմիր Սոկոլով։ Նա առաջարկեց Օֆելիային անցնել Մոսկվա եւ դառնալ Բոլշոյի սոլիստ։ Դա էր երազանք, որը յուրաքանչյուր երգչուհի կցանկանար։ Բայց Սոկոլովի առաջարկի մեջ կար մի պայման։ Օֆելիան պետք է տեղափոխվեր առանց ընտանիքի, առաջին 2 տարի։ «Դուք պետք է կենտրոնանաք միայն արվեստի վրա», բացատրեց Սոկոլովը։ «Հետո կարող եք բերել ընտանիքը»։ Օֆելիան վերադարձավ Երևան խառնված զգացմունքներով։ Մի կողմից դա էր նրա կյանքի հնարավորությունը, մյուս կողմից ինչպես կարող էր թողնել երեխաներին։ Նա խոսեց Արամի հետ, եւ նրա պատասխանը ցնցեց նրան։ «Դու պետք է գնաս», ասաց Արամը սառը ձայնով։ «Սա քո պարտականությունն է արվեստի նկատմամբ։ Երեխաները կմնան ինձ հետ, ես կհոգ տանեմ նրանց մասին»։ Օֆելիան զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Արամի ձայնում չկար տխրություն կամ վախ բաժանումից, կար միայն սառը վճռականություն։ Գրիմերուհի Սիրանուշը հիշում է, թե ինչպես Օֆելիան եկավ թատրոն այդ զրույցից հետո։ Նա նստեց գրիմի սենյակում եւ ասաց. «Սիրո, ես չեմ հասկանում։ Ինչու Արամը այդքան հեշտությամբ է համաձայնվում, որ ես գնամ։ Կարծես թե նա ուզում է ազատվել ինձնից»։ Ես չգիտեի, թե ինչ պատասխանել։ Բայց հիմա, 30 տարի անց, ես հասկանում եմ, որ Օֆելիան զգում էր ճշմարտությունը։ Արամը իսկապես ուզում էր նրան հեռացնել։ Բայց ինչու։ 1962 թվականի սեպտեմբերին Օֆելիան մեկնեց Մոսկվա։ Կայարանում նրան ճանապարհելու եկել էին հարյուրավոր երկրպագուներ։ Տաթևիկը, որ այն ժամանակ 11 տարեկան էր, բռնել էր մոր ձեռքից եւ չէր թողնում։ «Մամա, մի գնա», լաց էր լինում աղջիկը։ «Ես վախենում եմ»։ Օֆելիան փորձեց նրան հանգստացնել։ «Ես կվերադառնամ շուտով, իմ սիրելիս», ասաց նա։ «Սա միայն մի քանի ամիս է»։ Բայց Տաթևիկը շարունակում էր լալ։ Արամը վերցրեց աղջկան ձեռքից եւ հեռացրեց գնացքից։ Օֆելիան վերջին անգամ տեսավ իր դստեր դեմքը, արցունքներով ողողված, երբ գնացքը սկսեց շարժվել։ Նա չգիտեր, որ դա կլինի վերջին անգամը, երբ նրանք այդպես մոտ են։ Մոսկվայում Օֆելիային տրամադրեցին փոքրիկ բնակարան Արբատի մոտ։ Վլադիմիր Սոկոլովը եկավ նրան դիմավորելու եւ ասաց, որ փորձերը կսկսվեն 2 շաբաթ անց։ Բայց 2 շաբաթ անցավ եւ փորձեր չեղան։ Օֆելիան սկսեց անհանգստանալ։ Նա փորձեց կապվել Սոկոլովի հետ, բայց նրա հեռախոսը չէր պատասխանում։ 1 ամիս անց Օֆելիան գնաց Բոլշոյ թատրոն եւ պահանջեց տեսնել Սոկոլովին։ Ադմինիստրատորը նայեց նրան զարմացած։ «Վլադիմիր Սոկոլով», կրկնեց նա։ «Մենք այստեղ չունենք այդպիսի պրոդյուսեր, դուք սխալվում եք»։ Օֆելիան զգաց, որ հատակը փախչում է ոտքերի տակից։ Եթե Սոկոլովը չէր գոյություն ունենում, ապա ով էր այդ մարդը, որը նրան բերեց Մոսկվա։ Եվ ամենակարևորը, ինչու էր նա դա արել։ Օֆելիան վերադարձավ բնակարան եւ փորձեց զանգահարել Երևան, բայց Արամի հեռախոսը չէր պատասխանում։ Նա զանգահարեց հարևաններին, բայց նրանք ասացին, որ Արամը տեղափոխվել է այլ հասցե, երեխաների հետ։ Օֆելիան զգաց սառը սարսափ։ Նա հասկացավ, որ ինչ-որ մեկը նրան խաբել է, որպեսզի հեռացնի Երևանից։ Բայց ով եւ ինչու։ Արդյոք Արամը մասնակցում էր այս խաբեությանը։ Եվ ամենակարևորը, ուր էին հիմա Տաթևիկը եւ Արմենը։ Օֆելիան սկսեց հետաքննություն։ Նա գնաց Սովետական միության մշակույթի նախարարություն եւ պահանջեց բացատրություններ։ Այնտեղ նրան ասացին, որ նրա պայմանագիրը Հայաստանի հետ դեռ գործում է եւ նա չունի իրավունք աշխատել Մոսկվայում առանց հատուկ թույլտվության։ Օֆելիան ցույց տվեց Սոկոլովի նամակը, բայց նախարարության աշխատակիցները ասացին, որ այդ նամակը կեղծ է։ Օֆելիան հայտնվել էր որոքայթի մեջ։ Նա չէր կարող վերադառնալ Երևան, քանի որ խախտել էր պայմանագիրը, մեկնելով առանց թույլտվության։ Բայց նա չէր կարող նաև մնալ Մոսկվայում, քանի որ չուներ աշխատանք։ Եվ ամենակարևորը, նա չէր կարող գտնել իր երեխաներին։ Գրիմերուհի Սիրանուշը ստացավ նամակ Օֆելիայից այդ ժամանակ։ Նա գրել էր. «Սիրո, ինձ խաբել են։ Ինչ-որ մեկը ուզում էր ինձ հեռացնել Երևանից, եւ Արամը մասնակցում էր այս ամենին։ Ես չեմ կարող գտնել իմ երեխաներին։ Ես վախենում եմ, որ Տաթևիկի հետ ինչ-որ սարսափելի բան է պատահել»։ Այդ նամակը վերջին անգամն էր, երբ Սիրանուշը լսեց Օֆելիայի մասին։ 1963 թվականի ձմեռը Օֆելիան ապրում էր Մոսկվայում, գրեթե առանց փողի։ Նա փորձում էր գտնել աշխատանք, բայց ամենուր նրանից պահանջում էին փաստաթղթեր, որոնք նա չուներ։ Նա ապրում էր փոքրիկ սենյակում, մի ծեր կնոջ մոտ, որը գթաց նրան։ Այդ կինը, Աննա Պետրովնան, հիշում է, թե ինչպիսի վիճակում էր Օֆելիան։ Նա ամեն գիշեր լաց էր լինում, պատմում է Աննա Պետրովնան։ Նա կրկնում էր իր դստեր անունը՝ Տաթևիկ, Տաթևիկ։
Նա ասում էր, որ զգում է, որ աղջիկա հետ ինչ-որ սարսափելի բան է պատահել։ Ես փորձում էի նրան հանգստացնել, բայց նա չէր լսում։ Մի օր Օֆելիան ստացավ հեռագիր Երևանից։ Այն ուղարկել էր նրա քույրը Գայանեն։ Հեռագրում գրված էր միայն մի նախադասություն. Տաթևիկը հեռացել է։ Արամը ասում է, նա գնացել է ուսումնական հաստատություն Լենինգրադ։ Մենք չենք հավատում։ Օֆելիան կարդաց այդ հեռագիրը եւ ընկավ գետնին։ Աննա Պետրովնան կանչեց շտապ օգնություն։ Բժիշկները ասացին, որ Օֆելիան ունի սրտի ծանր նոպա։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նա մնաց 2 շաբաթ։ Երբ Օֆելիան դուրս եկավ հիվանդանոցից, նա որոշեց գնալ Լենինգրադ, գտնելու Տաթևիկին։ Նա վաճառեց իր վերջին ոսկեական ջողերը եւ գնեց տոմս։ Լենինգրադում նա շրջեց բոլոր ուսումնական հաստատություններում, բայց ոչ ոք չէր լսել Տաթևիկ Համբարձումյանի մասին։ Օֆելիան գնաց միլիցիա եւ գրեց դիմում, որոնելու իր դստեր մասին, բայց միլիցիան ասաց, որ եթե հայրը ասում է, որ աղջիկը Լենինգրադում է, ապա նրանք չեն կարող սկսել որոնում առանց հայրի համաձայնության։ Օֆելիան զգաց, որ խելագարվում է։ Նա հասկացավ, որ Արամը թաքցնում է Տաթևիկին, բայց ինչու։ Ինչու։ Ինչ էր պատահել այն ժամանակ, երբ նա Մոսկվայում էր։ Արդյոք Տաթևիկը դեռ կենդանի էր։ Այս հարցերը տանջում էին Օֆելիային ցերեկ ու գիշեր։ Նա վերադարձավ Մոսկվա ավելի խորտակված, քան երբևէ։ Աննա Պետրովնան տեսավ նրան եւ սարսափեց։ Նա դարձել էր ստվեր, պատմում է նա։ Նրա աչքերում չկար կյանք։ Նա միայն նստում էր պատուհանի մոտ եւ նայում դեպի Երևանի ուղղությունը։ 1964 թվականի գարնանը Օֆելիան ստացավ նամակ Գայանեից։ Այդ նամակում քույրը գրել էր ճշմարտությունը, որը ցնցեց Օֆելիային։ Տաթևիկը չէր գնացել Լենինգրադ։ Նա մնացել էր Երևանում Արամի հետ, բայց մի օր 1962 թվականի նոյեմբերին աղջիկը անհետացել էր տնից։ Արամը ասել էր, որ Տաթևիկը փախել է, բայց հարևանները տեսել էին, թե ինչպես Արամը գիշերվա մեջ տարավ աղջկան մի անծանոթ մեքենայի մեջ։ Գայանեն գրել էր. Օֆելիա, ես վախենում եմ ասել, բայց ես կարծում եմ, որ Արամը վաճառել է Տաթևիկին։ Այստեղ խոսում են, որ նա ուներ ծանր պարտքեր եւ որ նա վճարել է դրանք, տալով Տաթևիկին մոմի հարուստ ընտանիքի որդեգրման համար։ Բայց ես չեմ կարող դա ապացուցել։ Միլիցիան չի ուզում հետաքննել, քանի որ Արամը ունի կապեր։ Օֆելիան կարդաց այդ նամակը եւ զգաց, որ նրա աշխարհը փլվում է։ Նրա սեփական ամուսինը վաճառել էր նրանց դստերը, բայց ինչու։ Միայն պարտքերի համար, թե կար ավելի խորը պատճառ։ Եվ ամենակարևորը, ուր էր հիմա Տաթևիկը։ Արդյոք նա դեռ կենդանի էր, թե ինչ-որ սարսափելի բան էր պատահել նրա հետ։ Օֆելիան որոշեց վերադառնալ Երևան, անկախ հետևանքներից։ Նա գիտեր, որ նրան կարող են ձերբակալել պայմանագրի խախտման համար, բայց նրան այլևս չէր հետաքրքրում։ Նա ուզում էր միայն մեկ բան՝ գտնել իր դստերը։ Բայց երբ նա եկավ Երևանի կայարան, նրան սպասում էր միլիցիան։ Նրանք ասացին, որ Օֆելիան ձերբակալվում է անօրինական բացակայության համար։ Նրան տարան ոստիկանություն, որտեղ նրան հարցաքննեց մի սպա։ Այդ սպան, Վահագն Սարգսյանը, հիմա թոշակի վրա է եւ համաձայնեց խոսել։ Ես հիշում եմ Օֆելիա Համբարձումյանին, ասում է նա։ Նա եկավ ոստիկանություն եւ պահանջեց, որ մենք գտնենք նրա դստերը։ Բայց ինձ ասացին վերևից, որ ես չպետք է հետաքննեմ այս գործը։ Ինձ ասացին, որ Արամ Համբարձումյանը ունի պաշտպանություն շատ բարձր մակարդակում եւ որ եթե ես շարունակեմ, ես կկորցնեմ իմ աշխատանքը։ Ես ամաչում եմ դա ասել, բայց ես ենթարկվեցի։ Ես թողեցի այդ կնոջը առանց օգնության։ Օֆելիային ազատեցին 3 օր անց, զգուշացնելով, որ եթե նա շարունակի անկարգություններ ստեղծել, նրան կուղարկեն հոգեբուժական հիվանդանոց։ Այդ սպառնալիքը Սովետական Միությունում նշանակում էր կյանքի վերջ։ Օֆելիան հասկացավ, որ նա պարտված է։ Նա չէր կարող պայքարել համակարգի դեմ, բայց նա չէր կարող նաև հանգստանալ։ Նա սկսեց գաղտնի հետաքննություն։ Նա խոսեց հարևանների հետ, փողոցի երեխաների հետ, բոլորի հետ, ովքեր կարող էին ինչ-որ բան տեսել այն գիշերը, երբ Տաթևիկը անհետացավ։ Եվ աստիճանաբար նա սկսեց հավաքել մի սարսափելի պատմության կտորները։ Պարզվեց, որ Արամ Համբարձումյանը ունեցել էր խաղաղաքարտային ծանր պարտքեր։ Նա պարտական էր եղել 5000 ռուբլի, հսկայական գումար այն ժամանակ։ Եվ պարտատերը, մի անծանոթ մարդ, որին կոչում էին Մոսկովյան, առաջարկել էր Արամին մի ելք։ Եթե Արամը տար իր դստերը որդեգրման, Մոսկովյանը կներեր պարտքը։ Արամը համաձայնվել էր։ Բայց ով էր այդ Մոսկովյանը եւ ուր էր նա տարել Տաթևիկին։ Օֆելիան փորձեց գտնել այդ մարդուն, բայց բոլորը, ում նա հարցրեց, վախենում էին խոսել։ Մոսկովյանը ակնհայտորեն շատ հզոր մարդ էր եւ ոչ ոք չէր ուզում նրա հետ խնդիրներ ունենալ։
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի արխիվում, որը 30 տարի փակ էր եղել հասարակության համար, 1999 թվականին գտնվեց մի թղթապանակ, նշված Համբարձումյան գաղտնի։ Այդ թղթապանակի ներսում կային 17 նամակ, որոնք Օֆելյան գրել էր մշակույթի նախարարությանը 1964-ից մինչև 1966 թվականները։ Յուրաքանչյուր նամակում նա աղաչում էր օգնություն գտնելու իր դստերը։ Յուրաքանչյուր նամակի վրա կարմիր կնիքով դրված էր մեկ բառ՝ մերժված։ Բայց ամենասարսափելին այն էր, որ վերջին նամակի ներքևում նախարարի ստորագրության կողքին ինչ-որ մեկը ձեռագիր գրել էր. «Այս կինը վտանգավոր է, առաջարկում եմ հոգեբուժական բուժում»։ Ո՞վ էր այդ մարդը, որը համարձակվեց այդպիսի նշում անել։ Ինչու էր մայր, որը փնտրում էր իր կորած երեխային, համարվում վտանգավոր։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ սպառնալիքը իրականացվեց, թե Օֆելյան կարողացավ խուսափել այդ ճակատագրից։ Այս նամակները բացահայտում են մի իրականություն, որը տասնամյակներ թաքցված էր մնացել։ Համակարգը չէր ուզում օգնել Օֆելիային, այլ ուզում էր նրան լռեցնել։ 1964 թվականի աշնանը Օֆելյան ապրում էր իր քրոջ Գայանեի մոտ, փոքրիկ բնակարանում Կիևյան փողոցում։ Նրա սեփական տունը, որտեղ նա ապրել էր Արամի հետ, այլևս հասանելի չէր։ Արամը փոխել էր կողպեքները եւ արգելել էր Օֆելիային մտնել։ Երբ Օֆելյան փորձեց դիմել դատարան վերականգնելու իր իրավունքները բնակարանի նկատմամբ, դատավորը մերժեց նրա հայցը, ասելով, որ Օֆելյան լքել է ընտանիքը եւ հետեւաբար կորցրել է իր իրավունքները։ Սա էր իրավանք խաղ, վական խաղ, որտեղ Օֆելյան սկզբից պարտված էր։ Գայանեի դուստրը Լուսինեն, որ այն ժամանակ 15 տարեկան էր, հիշում է, թե ինչպիսի վիճակում էր Օֆելյան։ Մորաքույրս ամեն առավոտ արթնանում էր արցունքներով, պատմում է Լուսինեն։ Նա տանում էր Տաթևիկի լուսանկարը եւ խոսում դրա հետ, կարծես աղջիկը այնտեղ էր։ Նա ասում էր. «Տաթևիկ, մամիկը քեզ կգտնի, ես խոստանում եմ»։ Մենք բոլորս լաց էինք լինում, բայց չգիտեինք, թե ինչպես օգնել նրան։ Օֆելյան սկսեց աշխատել Երևանի մի փոքրիկ ռեստորանում որպես երգչուհի։ Դա էր անկում այն կնոջ համար, որը երգել էր օպերայի բեմում եւ ստացել էր ոտքի կանգնած ծափահարություններ հազարավոր հանդիսատեսներից։ Բայց Օֆելիային այլևս չէր հետաքրքրում փառքը։ Նրան հետաքրքրում էր միայն փողը, որը նա կարող էր օգտագործել իր հետաքննության համար։ Ռեստորանի սեփականատերը Գրիգոր Ավագյանը հիշում է, թե ինչպես Օֆելյան եկավ աշխատանքի իր առաջին օրը։ Նա մտավ ռեստորան հագած հին մաշված զգեստ, պատմում է Գրիգորը, բայց երբ նա սկսեց երգել, ամբողջ դահլիճը լռեց։ Նրա ձայնը դեռ ուներ այդ կախարդական ուժը։ Հաճախորդները լաց էին լինում, երբ նա երգում էր պանդուխտ երգը։ Բայց Օֆելյան ինքը չէր լաց լինում։ Նա երգում էր սառը դատարկ աչքերով, կարծես հոգին արդեն թողել էր մարմինը։ Ռեստորանում Օֆելյան հանդիպեց մի մարդու, որը փոխեց նրա հետաքննության ուղղությունը։ Դա էր Վահե Մելքոնյանը, նախկին միլիցիայի հետաքննիչ, որը հեռացվել էր աշխատանքից կոռուպցիայի մեջ մասնակցելու համար։ Վահեն հաճախ գալիս էր ռեստորան եւ լսում Օֆելիայի երգերը։ Մի երեկո, երբ Օֆելյան ավարտեց իր ելույթը, Վահեն մոտեցավ նրան եւ ասաց. «Ես գիտեմ, թե ով է Մոսկովյանը։ Եթե դուք ուզում եք, ես կարող եմ ձեզ օգնել գտնել ձեր դստերը»։ Օֆելյան նայեց նրան անվստահ աչքերով։ Նա արդեն շատ անգամներ խաբվել էր եւ չէր ուզում նորից ընկնել ոլոքայթի մեջ։ Բայց Վահեի աչքերում նա տեսավ ինչ-որ բան, որը նրան ստիպեց հավատալ։ «Ինչու եք ուզում ինձ օգնել»։ հարցրեց Օֆելյան։ Վահեն լուր մնաց մի քանի վայրկյան, ապա ասաց. «Քանի որ ես ինքս ունեմ դուստր, եւ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ ցավ եք դուք զգում»։ Վահեն պատմեց Օֆելիային այն, ինչ նա իմացել էր իր տարիների միլիցիայում աշխատելու ընթացքում։ Մոսկովյանը իրականում Մոսկվայից չէր։ Դա էր մականունը մի մարդու, որը ապրում էր Երևանում եւ զբաղվում էր անօրինական ворթեգրումներով։ Նրա իրական անունը Կարեն Ղազարյան էր, եւ նա ուներ կապեր Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ղազարյանը վերցնում էր երեխաներ աղքատ կամ խնդրահարույց ընտանիքներից եւ վաճառում նրանց հարուստ ընտանիքներին, ովքեր չէին կարող ունենալ սեփական երեխաներ։ Բայց Ղազարյանի գործունեությունը չէր սահմանափակվում միայն Հայաստանով։ Նա ուներ ցանց, որը տարածվում էր մինչև Մոսկվա եւ նույնիսկ արտասահման։ Վահեն ասաց. «Ես լսել եմ, որ Ղազարյանը տարել է մի քանի երեխաներ Ֆրանսիա եւ Նեսիա եւ Գերմանիա։ Եթե ձեր դուստրը գնացել է այնտեղ, ապա նրան գտնելը շատ դժվար կլինի»։ Օֆելյան զգաց, որ սառը ձեռք սեղմում է նրա սիրտը։ Արդյոք Տաթևիկը արտասահմանում էր, հազարավոր կիլոմետրեր հեռու իր մորից։ Վահեն համաձայնեց օգնել Օֆելիային գտնել Ղազարյանին, բայց նա զգուշացրեց. «Սա վտանգավոր է։ Ղազարյանը ունի պաշտպանություն շատ բարձր մակարդակում։ Եթե նա իմանա, որ մենք հետաքննում ենք նրան, նա կարող է մեզ վնասել»։ Օֆելյան պատասխանեց.
ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու։ Եթե ես չգտնեմ Տաթևիկին, ես նախընտրում եմ մեռնել։ Վահեն տեսավ նրա աչքերում վճռականությունը եւ համաձայնվեց։ Նրանք սկսեցին գաղտնի հետաքննություն։ Վահեն օգտագործեց իր 5 կապերը միլիցիայում եւ իմացավ, որ Ղազարյանը ապրում էր Արաբկիրում, մի շքեղ տանը, որը շատ թանկ էր նրա պաշտոնական եկամուտների համար։ Վահեն նաև իմացավ, որ Ղազարյանը հաճախ այցելում էր մի գաղտնի ակումբ Մոսկովյան փողոցում, որտեղ հավաքվում էին քաղաքի ամենահզոր մարդիկ։ Այդ ակումբում նրանք խաղում էին քարտ, խմում թանկարժեք կոնյակ եւ քննարկում գործարքներ, որոնք երբեք չէին գրանցվում պաշտոնական փաստաթղթ փաստաթղթերում։ Օֆելյան եւ Վահեն որոշեցին հետևել Ղազարյանին։ Նրանք սպասում էին նրա տան դիմաց, նստած Վահեի հին Վոլգա մեքենայում։ Մի երեկո, երբ Ղազարյանը դուրս եկավ տնից եւ նստեց իր սև Չայկա մեքենայի մեջ, նրանք սկսեցին հետևել նրան։ Ղազարյանը քշեց դեպի քաղաքի Արվարձան, մի հին շենք, որը արտաքուստ նման էր լքված պահեստի։ Բայց երբ Ղազարյանը մտավ ներս, Օֆելյան եւ Վահեն տեսան, որ շենքի ներսում լույսեր են վառված։ Վահեն ասաց. «Սա տարօրինակ է։ Ինչու է Ղազարյանը գալիս այստեղ գիշերվա մեջ»։ Նրանք սպասեցին մի ժամ եւ ապա տեսան, թե ինչպես Ղազարյանը դուրս եկավ շենքից, ուղեկցված 2 երեխաների, տղա եւ աղջիկ, որոնք թվում էին 10-12 տարեկան։ Երեխաները նայում էին վախեցած եւ շփոթված։ Ղազարյանը նստեցվեց նրանց մեքենայի մեջ եւ քշեց հեռու։ Օֆելյան զգաց, որ նրա սիրտը կանգ է առնում։ Արդյոք այդ երեխաներից մեկը Տաթևիկն էր։ Նա չէր կարող տեսնել նրանց դեմքերը խավարի մեջ։ Վահեն ասաց. «Մենք պետք է մտնենք այդ շենքը եւ տեսնենք, թե ինչ է այնտեղ»։ Նրանք սպասեցին, մինչև Ղազարյանի մեքենան անհետացավ, եւ ապա մոտեցան շենքին։ Դուռը փակ էր, բայց Վահեն ուներ հմտություններ կողպեքներ բացելու համար իր միլիցիայի օրերից։ Նրանք մտան ներս եւ տեսան մի տեսարան, որը սառեցրեց նրանց արյունը։ Շենքի ներսում կար մի մեծ սենյակ, որտեղ կային 10 մահճակալ, դասավորված շարքերով։ Յուրաքանչյուր մահճակալի վրա կար մի փոքրիկ բարձ եւ մի բարակ ծածկոց։ Պատերին կախված էին երեխաների նկարներ, տարբեր տարիքների։ Սա էր որբանոց, բայց ոչ պաշտոնական։ Սա էր գաղտնի վայր, որտեղ Ղազարյանը պահում էր երեխաներին, մինչև նրանց վաճառելը։ Վահեն սկսեց լուսանկարել սենյակը իր փոքրիկ ֆոտոխցիկով։ Օֆելյան շրջում էր սենյակում, փնտրելով որևէ նշան Տաթևիկի մասին։ Նա բացեց մի փոքրիկ պահարան եւ գտավ մի տետր, որտեղ գրված էին անուններ եւ ամսաթվեր։ Օֆելյան սկսեց թերթել տետրը դողացող ձեռքերով, եւ ապա նա տեսավ այն։ Տաթևիկ Համբարձումյան, 11 տարեկան, ընդունվել է նոյեմբերի 15, 1962։ Ուղարկվել է դեկտեմբերի 30, 1962։ Նպատակակետ՝ Փարիզ։ Օֆելյան կարդաց այդ տողերը եւ ընկավ ծնկի վրա։ Նրա դուստրը Փարիզում էր։ Հազարավոր կիլոմետրեր հեռու, օտար երկրում, օտար մարդկանց մոտ։ Վահեն վազեց Օֆելիայի մոտ եւ օգնեց նրան ոտքի կանգնել։ «Մենք պետք է գնանք այստեղից», շշուկով ասաց նա։ «Եթե Ղազարյանը վերադառնա եւ գտնի մեզ այստեղ, մենք մեռած ենք»։ Օֆելյան վերցրեց տետրը եւ նրանք փախան շենքից։ Հետո, երբ նրանք նստած էին Վահեի մեքենայում, Օֆելյան բացեց տետրը եւ կրկին կարդաց այդ տողերը։ «Փարիզ», կրկնեց նա։ «Ինչպես կարող եմ ես գնալ Փարիզ։ Ես նույնիսկ անձնագիր չունեմ արտասահման ճանապարհորդելու համար»։ Վահեն ասաց. «Մենք կգտնենք ելք, բայց նախ մենք պետք է ապացուցենք, որ Ղազարյանը իսկապես ուղարկել է Տաթևիկին Փարիզ։ Այս տետրը կարող է լինել կեղծ, մեզ շեղելու համար»։ Օֆելյան նայեց Վահեին եւ ասաց. «Ես գիտեմ, որ դա ճշմարտություն է։ Ես զգում եմ դա իմ սրտում։ Տաթևիկը Փարիզում է եւ ես պետք է գնամ այնտեղ»։ Բայց ինչպես կարող էր Օֆելյան, որը ապրում էր քրոջ բնակարանում եւ աշխատում ռեստորանում, գտնել փող եւ միջոցներ գնալու Փարիզ։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող էր նա գտնել Տաթևիկին այնտեղ քաղաքում, որտեղ ապրում էին միլիոնավոր մարդիկ։ Արդյոք Տաթևիկը հիշում էր իր մոր, թե նոր ընտանիքը արդեն ջնջել էր նրա հիշողությունները։ 1965 թվականի ձմեռը Օֆելյան սկսեց պլանավորել իր ճանապարհորդությունը Փարիզ։ Նա գիտեր, որ սա գրեթե անհնար էր Սովետական Միությունից, որտեղ արտասահմանյան ճանապարհորդությունները խստորեն վերահսկվում էին։ Բայց Վահեն ուներ մի գաղափար։ Նա ճանաչում էր մի մարդու, Լևոն Պետրոսյանին, որը աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում եւ զբաղվում էր մշակութային փոխանակումներով։ Լևոնը համաձայնեց հանդիպել Օֆելիայի հետ, գաղտնի մի փոքրիկ սրճարանում Աբովյան փողոցում։ Երբ Օֆելյան պատմեց նրան իր պատմությունը, Լևոնը լռեց երկար ժամանակ։ Ապա նա ասաց. «Ես կարող եմ ձեզ օգնել, բայց դա շատ ռիսկային է։
Եթե իմանան, որ ես օգնել եմ ձեզ անօրինական կերպով դուրս գալ երկրից, ես կկորցնեմ ոչ միայն իմ աշխատանքը, այլև ազատությունը։ Օֆելիան նայեց նրան աղաչող աչքերով։ Ես խնդրում եմ ձեզ, ասաց նա։ Ես պատրաստ եմ անել ամեն ինչ։ Ես պատրաստ եմ վճարել, եթե դուք ուզում եք։ Լևոնը ժպտաց տխուր։ Ես չեմ ուզում ձեր փողը, ասաց նա։ Ես ունեմ սեփական պատճառներ օգնելու ձեզ։ Ին քույրը նույնպես կորցրեց իր երեխային, նույն ճանապարհով։ Ես երբեք չկարողացա օգնել նրան, բայց գուցե ես կարող եմ օգնել ձեզ։ Լևոնը բացատրեց իր պլանը։ 1965 թվականի գարնանը պետք է լիներ մշակութային փոխանակում Ֆրանսիայի հետ։ Հայկական երգչախումբ պետք է գնար Փարիզ համերգների համար։ Լևոնը կարող էր ավելացնել Օֆելիայի անունը այդ խմբի ցուցակում, որպես սոլիստ, բայց դա պահանջում էր կեղծ փաստաթղթեր եւ շատ զգույշ պլանավորում։ Օֆելիան համաձայնվեց անմիջապես։ Նա սկսեց պատրաստվել։ Նա վերսկսեց վարժություններ, վերականգնելու իր ձայնը, որը տարիների ցավից եւ լացից թուլացել էր։ Նա երգում էր ամեն օր, ժամերով, մինչև նրա ձայնը կրկին ձեռք բերեց այն ուժը, որը մի ժամանակ հիացրել էր հազարավոր մարդկանց։ Գայանեն հիշում է այդ ամիսները։ Օֆելիան դարձել էր այլ մարդ, պատմում է նա։ Նրա աչքերում կրկին երևում էր կյանք։ Նա ուներ նպատակ։ Նա պատրաստվում էր գտնել իր դստերը։ Բայց պատրաստվելիս Օֆելիան բախվեց մի խնդրի, որը նա չէր սպասում։ Արամ Համբարձումյանը լսեց, որ Օֆելիան պլանավորում է գնալ Փարիզ, եւ նա սկսեց խոչընդոտել։ Նա գնաց միլիցիա եւ հայտարարեց, որ Օֆելիան հոգեպես անկայուն է եւ չպետք է թույլ տրվի լքել երկիրը։ Նա ներկայացրեց ապացույցներ, Օֆելիայի նամակները, որտեղ նա գրել էր իր ցավի եւ հուսահատության մասին։ Միլիցիան վերցրեց այդ նամակները եւ սկսեց հետաքննություն։ Օֆելիային կանչեցին ոստիկանություն եւ հարցաքննեցին։ Հարցաքննող սպան Արտակ Գրիգորյանը հիշում է այդ հանդիպումը։ Օֆելիա Համբարձումյանը նստեց իմ դիմաց եւ նայեց ինձ այնպիսի հանգստությամբ, որը ինձ զարմացրեց, պատմում է Արտակը։ Ես հարցրի նրան. «Ճիշտ է, որ դուք պլանավորում եք գնալ Փարիզ»։ Նա պատասխանեց. «Այո, ես գնում եմ գտնելու իմ դստերը, որին իմ ամուսինը վաճառել է»։ Ես ցնցվեցի այդ խոսքերից։ Ես հարցրի. «Դուք ունեք ապացույցներ»։ Նա հանեց տետրը, որը գտել էր Ղազարյանի շենքում, եւ ցույց տվեց ինձ։ Արտակը կարդաց տետրը եւ հասկացավ, որ Օֆելիան ասում է ճշմարտությունը։ Բայց նա նաեւ գիտեր, որ եթե նա օգներ Օֆելիային, նա կբախվեր հզոր ուժերի հետ։ Ղազարյանը ուներ պաշտպանություն, եւ Արամ Համբարձումյանը նույնպես ուներ կապեր։ Արտակը կանգնած էր ընտրության առաջ, օգնել մի անմեղ կնոջը, թե պաշտպանել իր կարիերան։ Նա ընտրեց առաջինը։ Ես ասացի Օֆելիային, որ ես չեմ կարող պաշտոնապես օգնել նրան, պատմում է Արտակը, բայց ես տվեցի նրան մի խորհուրդ։ Ես ասացի. եթե դուք ուզում եք գնալ Փարիզ, դուք պետք է գտնեք ինչ-որ մեկին, ով ունի իշխանություն ավելի բարձր, քան Ղազարյանը եւ Համբարձումյանը։ Օֆելիան հարցրեց. ով կարող է լինել այդպիսի մարդը։ Ես ասացի. Կոմկուսի առաջին քարտուղարը։ Օֆելիան նայեց ինձ, կարծես ես խելագարված եմ, բայց ես լուրջ էի։ Եթե նա կարողանար համոզել առաջին քարտուղարին, ապա ոչ ոք չէր կարող նրան կանգնեցնել։ Օֆելիան դուրս եկավ ոստիկանությունից եւ մտածեց Արտակի խորհրդի մասին։ Ինչպես կարող էր նա, պարզ երգչուհին, հասնել Կոմկուսի առաջին քարտուղարին։ Բայց ապա նա հիշեց մի բան։ 1958 թվականին, երբ նա երգել էր Կրեմլում, նրան շնորհավորել էր ինքը, Նիկիտա Խրուշչովը։ Խրուշչովը ասել էր նրան. «Դուք ունեք հրաշալի ձայն, եթե երբևէ ինչ-որ բան պետք լինի, դիմեք ինձ»։ Օֆելիան այն ժամանակ կարծել էր, որ դա միայն քաղաքավարություն է, բայց հիմա նա որոշեց օգտագործել այդ խոստումը։ Նա գրեց նամակ Խրուշչովին, բացատրելով իր իրավիճակը եւ աղաչելով օգնություն։ Նա ուղարկեց այդ նամակը Մոսկվա եւ սկսեց սպասել։ Շաբաթներ անցան առանց պատասխանի։ Օֆելիան սկսեց կորցնել հույսը։ Բայց ապա 1965 թվականի ապրիլին նա ստացավ հեռագիր Մոսկվայից։ Հեռագրում գրված էր. «Ձեր խնդրանքը քննարկվել է։ Ձեզ կտրվի թույլտվություն մեկնելու Փարիզ մշակութային փոխանակման շրջանակներում։ Ստորագրություն Կենտրոնական կոմիտե»։ Օֆելիան կարդաց այդ հեռագիրը եւ առաջին անգամ 3 տարվա ընթացքում զգաց ուրախություն։ Նա պատրաստվում էր գնալ Փարիզ։ Նա պատրաստվում էր գտնել Տաթևիկին։ Բայց արդյոք նա պատրաստ էր այն ճշմարտությանը, որը սպասում էր նրան այնտեղ։ Փարիզյան օդանավակայանում, երբ Օֆելիան իջավ ինքնաթռից 1965 թվականի մայիսի 13-ին, նրա ճամպրուկում թաքնված էր մի առարկա, որը կարող էր ավարտել նրա ճանապարհորդությունը դեռ չսկսած։ Դա էր փոքրիկ ռևոլվերը, որը Վահե Մելքոնյանը տվել էր նրան մեկնելուց առաջ։ «Եթե գտնես նրանց, ովքեր գողացել են Տաթևիկին, եւ նրանք չուզեն վերադարձնել», ասել էր Վահեն, «դու պետք է պատրաստ լինես ամեն ինչի»։ Օֆելիան վերցրել էր զենքը դողացող ձեռքերով,
չգիտենալով արդյոք երբևէ կարող է օգտագործել այն։ Բայց հիմա, երբ մաքսային ծառայողը բացում էր նրա ճամպրուկը, Օֆելիան զգում էր, որ սիրտը պատռվելու է կրծքավանդակից։ Ծառայողը թերթում էր նրա հագուստները, դանդաղ, մանրակրկիտ։ Օֆելիայի ճակատին քրտինք էր հայտնվել։ Եվ ապա, երբ ծառայողի ձեռքը մոտեցավ այն գրպանին, որտեղ թաքնված էր ռևոլվերը, ինչ-որ մեկը բարձրաձայն կանչեց ծառայողի անունը։ Ծառայողը շրջվեց, եւ այդ վայրկյանին Օֆելիան արագ փակեց ճամպրուկը։ Երբ ծառայողը վերադարձավ, նա միայն նայեց Օֆելիայի անձնագրին եւ ասաց. «Բարի գալուստ, Փարիզ»։ Օֆելիան անցավ մաքսատուն ոտքերը դողալով։ Նա չգիտեր, որ այդ ռևոլվերը շուտով կդառնա նրա միակ պաշտպանությունը այն ճշմարտության դեմ, որը սպասում էր նրան այս քաղաքում։ Բայց ով էր այդ մարդը, որը փրկեց նրան մաքսատանը։ Արդյոք դա պատահականություն էր, թե ինչ-որ մեկը արդեն իսկ հետևում էր նրան դեռ օդանավակայանից։ Փարիզում Օֆելիային տեղավորեցին փոքրիկ հյուրանոցում Մոնմարտրի թաղամասում, նույն շենքում, որտեղ մնում էին հայկական երգչախմբի մյուս անդամները։ Բայց Օֆելիային հետաքրքրում էր ոչ թե համերգները, այլ միայն մեկ բան՝ գտնել Տաթևիկին։ Նա ուներ միայն մեկ ակնարկ՝ Ղազարյանի տետրում գրված Փարիզ բառը։ Ոչ հասցե, ոչ անուն, ոչ ոչինչ։ Ինչպես կարող էր նա գտնել մի երեխայի քաղաքում, որտեղ ապրում էին 2 միլիոն հոգի։ Օֆելիան սկսեց իր հետաքննությունը այնտեղից, որտեղ գիտեր հայերը հավաքվում են։ Նա գնաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցի, Փարիզի 8-րդ թաղամասում։ Այնտեղ նա հանդիպեց Տեր Գրիգորին, եկեղեցու քահանային, որը ծառայում էր հայ համայնքին արդեն 20 տարի։ Երբ Օֆելիան պատմեց նրան իր պատմությունը, Տեր Գրիգորի դեմքը մռայլվեց։ «Դուք առաջին մայրը չեք, որ եկել է այստեղ փնտրելով կորած երեխայի», ասաց նա։ «Վերջին 10 տարիներին ես տեսել եմ տասնյակ կանանց նույն պատմությամբ։ Նրանց երեխաներին բերել եմ Փարիզ անօրինական որդեգրումների միջոցով։ Բայց գտնել նրանց գրեթե անհնար է, քանի որ նոր ծնողները փոխում են երեխաների անունները եւ թաքցնում իրենց ծագումը»։ Օֆելիան զգաց, որ հույսը սկսում է հալվել։ Բայց Տեր Գրիգորը շարունակեց. «Սակայն կա մի մարդ, որը կարող է ձեզ օգնել։ Նրա անունը Ժակ Դյուպոնն է։ Նա մասնավոր հետաքննիչ է, որը մասնագիտացած է որդեգրումների գործերում։ Նա օգնել է մի քանի ընտանիքների գտնել իրենց երեխաներին, բայց նրա ծառայությունները շատ թանկ են»։ Օֆելիան հարցրեց. «Որքան»։ Տեր Գրիգորը պատասխանեց. 5,000 ֆրանկ, միայն հետաքննությունը սկսելու համար։ Օֆելիան զգաց, որ հատակը փախչում է ոտքերի տակից։ Նա ուներ միայն 200 ֆրանկ, ամբողջ իր խնայողությունները։ Ինչպես կարող էր նա գտնել 5,000 ֆրանկ։ Տեր Գրիգորը տեսավ նրա հուսահատությունը եւ ասաց. «Ես կխոսեմ Դյուպոնի հետ։ Գուցե նա համաձայնվի օգնել ձեզ ավելի ցածր գնով, եթե ես բացատրեմ ձեր իրավիճակը»։ Օֆելիան շնորհակալություն հայտնեց արցունքներով։ Նա չգիտեր, որ Ժակ Դյուպոնի հետ հանդիպումը կբացահայտի տի ճշմարտություն, որը ավելի սարսափելի էր, քան նա երբևէ պատկերացրել էր։ 2 օր անց Օֆելիան հանդիպեց Ժակ Դյուպոնին նրա գրասենյակում Լատինական թաղամասում։ Դյուպոնեն էր 50-ամյա մարդ, մոխրագույն մազերով եւ սուր հետաքննող աչքերով։ Նա լսեց Օֆելիայի պատմությունը առանց ընդհատելու եւ ապա ասաց. «Մադամ Համբարձումյան, ես պետք է լինեմ անկեղծ ձեզ հետ։ Ձեր դստեր գտնելու հավանականությունը շատ ցածր է։ Եթե նա իսկապես եկել է Փարիզ 1962 թվականին, ապա նա արդեն 3 տարի է ապրում այստեղ, նոր անունով, նոր ընտանիքի հետ։ Նա հավանաբար չի հիշում ձեզ, կամ նրան սովորեցրել են մոռանալ»։ Օֆելիան զգաց, որ այդ խոսքերը դանակի պես խրվում են սրտի մեջ, բայց նա ասաց. «Ես չեմ հավատում, որ Տաթևիկը կարող է մոռանալ ինձ։ Մենք շատ մոտ էինք։ Նա միշտ ասում էր, որ ես նրա ամբողջ աշխարհն եմ»։ Դյուպոնը հառաչեց եւ ասաց. «Լավ, ես կփորձեմ օգնել ձեզ, բայց ես պետք է զգուշացնեմ, այն ինչ մենք կարող ենք գտնել, կարող է ձեզ ավելի շատ ցավեցնել, քան ոչինչ չգտնելը»։ Դյուպոնը սկսեց իր հետաքննությունը, օգտագործելով իր կապերը Փարիզի ոստիկանության եւ սոցիալական ծառայությունների մեջ։ Նա ստուգեց բոլոր անօրինական որդեգրումների գործերը, որոնք գրանցվել էին 1962 թվականից։ Շաբաթ անց նա կանչեց Օֆելիային իր գրասենյակ եւ ասաց. «Ես գտա ինչ-որ բան։ 1962 թվականի դեկտեմբերին մի հարուստ ֆրանսիացի զույգ, Պիեր եւ Մադլեն Լերուաները, որդեգրեցին 11 տարեկան աղջիկ, ծագումը նշված որպես Արևելյան Եվրոպա։ Աղջկա նորանունը Սոֆի Լերուա է։ Նրանք ապրում են Նյոյում, Փարիզի արվարձանային թաղամասներից մեկում։ Օֆելիայի սիրտը սկսեց արագ բաբախել։ «Արդյոք դա կարող է լինել Տաթևիկը», հարցրեց նա։ Դյուպոնը պատասխանեց. «Հնարավոր է, բայց կա մի խնդիր։ Լերուաները շատ հզոր մարդիկ են։ Պիեր Լերուան փաստաբան է, կապերով կառավարության մեջ։
Եթե մենք մոտենանք նրանց առանց ապացույցների, նրանք կարող են մեզ դատի տալ։ Մենք պետք է լինենք շատ զգույշ։ Օֆելիան չէր կարող սպասել։ Նա պահանջեց, որ Դյուպոնը տանի իրեն Լերուաների տուն։ Դյուպոնը համաձայնվեց անհանգստությամբ։ Նրանք գնացին Նյոյի մի ցերեկ, երբ Պիեր Լերուան աշխատանքի վրա էր։ Նրանք կանգնեցին տան դիմաց, թաքնված ծառերի հովանու տակ։ Եվ ապա Օֆելիան տեսավ նրան։ Մի աղջիկ, մոտավորապես 14 տարեկան, դուրս եկավ տնից ուղեկցված մի տարեց կնոջ, որը ակնհայտորեն նրա դաստիարակուհին էր։ Աղջիկը հագած էր թանկարժեք զգեստ եւ նրա մազերը կարգավորված էին կատարյալ ձևով։ Օֆելիան նայեց նրա դեմքին եւ զգաց, որ ժամանակը կանգ է առնում։ Դա էր Տաթևիկը։ Նույն աչքերը, նույն քիթը, նույն շրթունքները, բայց ինչ որ բան փոխվել էր։ Աղջիկա դեմքին չկար այն ջերմությունը, որը Օֆելիան հիշում էր։ Նրա աչքերը սառն էին, հեռավոր։ Օֆելիան ուզում էր վազել դեպի նրան, գրկել նրան, բայց Դյուպոնը բռնեց նրա ձեռքից։ Ոչ հիմա, շշուկով ասաց նա։ Մենք պետք է ունենանք պլան։ Օֆելիան տեսավ, թե ինչպես Տաթևիկը նստեց շքեղ մեքենայի մեջ եւ հեռացավ։ Նա զգաց, որ սիրտը պատռվում է։ Նրա դուստրը այնտեղ էր, ընդամենը 20 մետր հեռավորության վրա, բայց միևնույն ժամանակ անհասանելի։ Այդ գիշեր Օֆելիան չկարողացավ քնել։ Նա պառկած է հյուրանոցի սենյակում եւ մտածում էր, թե ինչպես կարող է մոտենալ Տաթևիկին։ Նա չէր կարող պարզապես գնալ Լերուաների տուն եւ ասել. «Սա իմ դուստրն է»։ Նրանք երբեք չէին հավատա։ Նրանք կասեին, որ նա խելագար է։ Օֆելիան հիշեց Վահեի տված ռևոլվերը։ Գուցե նա կարող էր սպառնալ Լերուաներին, ստիպել նրանց վերադարձնել Տաթևիկին։ Բայց ապա ինչ։ Նա կձերբապակալվեր եւ Տաթևիկը կմնար Լերուաների մոտ։ Օֆելիան հասկացավ, որ նա պետք է գտներ այլ ճանապարհ։ Հաջորդ օրը նա կրկին գնաց Դյուպոնի մոտ եւ ասաց. «Ես ուզում եմ խոսել Տաթևիկի հետ, առանց Լերուաների իմանալու։ Կա ճանապարհ դա անելու»։ Դյուպոնը մտածեց եւ ասաց. «Աղջիկը հաճախում է մասնավոր դպրոց, Սեն Մարի լիսեում։ Ամեն օր ժամը 3-ին նա դուրս է գալիս դպրոցից։ Դուք կարող եք սպասել նրան այնտեղ եւ փորձել խոսել նրա հետ։ Բայց եղեք զգույշ, եթե նա գոչի կամ վախենա, դուք կարող եք խնդիրների մեջ ընկնել»։ Օֆելիան որոշեց փորձել։ Հաջորդ օրը նա գնաց Սեն Մարի լիսեի մոտ եւ սպասեց։ Ժամը 3-ին դպրոցի դռները բացվեցին եւ երեխաները սկսեցին դուրս գալ։ Օֆելիան տեսավ Տաթևիկին, քայլելով մի խումբ աղջիկների հետ։ Նրանք խոսում էին ֆրանսերեն ծիծաղելով։ Օֆելիան մոտեցավ նրանց եւ կանչեց. «Տաթևիկ»։ Աղջիկը շրջվեց եւ նայեց Օֆելիային շփոթված։ «Ներողություն, բայց ես Սոֆին եմ», ասաց նա ֆրանսերեն։ «Դուք սխալվում եք»։ Օֆելիան զգաց, որ արցունքները սկսում են հոսել։ Նա ասաց հայերեն. «Տաթևիկ, սա ես եմ, քո մայրիկը, չես հիշում ինձ»։ Աղջկա դեմքը մռայլվեց։ Նա նայեց Օֆելիային երկար եւ ապա ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինչ եք ասում։ Խնդրում եմ, հեռացեք ինձնից»։ Օֆելիան փորձեց մոտենալ, բայց Տաթևիկը ետ քաշվեց։ Նրա աչքերում Օֆելիան տեսավ ոչ թե ճանաչում, այլ վախ։ Աղջիկը շրջվեց եւ վազեց դեպի սպասող մեքենան։ Օֆելիան կանգնած էր փողոցի մեջ, արցունքներով ողողված, եւ նայում էր, թե ինչպես նրա դուստրը հեռանում է։ Արդյոք Տաթևիկը իսկապես չէր հիշում նրան, թե նրան սովորեցրել էին ժխտել իր անցյալը։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող էր Օֆելիան ապացուցել, որ այդ աղջիկը իսկապես նրա դուստրն է։ Փարիզի 10-րդ ոստիկանական տարածաշրջանի արխիվում պահվում է մի գործ, որը երբեք չի փակվել։ Գործի համարը 567 թղթերի վրա գրված է մեկ անուն՝ Օֆելիա Համբարձումյան, եւ մեկ մեղադրանք՝ անօրինական մուտք, մասնավոր սեփականություն։ 1965 թվականի հունիսի 22-ին, երբ Փարիզի ոստիկանությունը ձերբակալեց Օֆելիային Լերուաների տան բակում, նրա ձեռքերում գտան երկու բան՝ Տաթևիկի մանկության լուսանկարը եւ փոքրիկ ռևոլվերը, որը Վահեն տվել էր նրան։ Զենքը լիցքավորված չէր, բայց դա բավարար էր, որ Օֆելիային մեղադրեին սպառնալիքի մեջ։ Ոստիկանության հարցաքննման ժամանակ Օֆելիան բացատրեց, որ նա չէր ուզում վնասել ոչ ոքի, նա միայն ուզում էր խոսել իր դստեր հետ։ Բայց հարցաքննող սպան Ժան Մորելը չհավատաց նրան։ «Մադամ Համբարձումյան», ասաց նա, «դուք մտել եք մասնավոր սեփականություն, զենքով ձեռքին։ Լերուաները պնդում են, որ դուք սպառնացել եք նրանց, սա լուրջ հանցանք է»։ Օֆելիան փորձեց բացատրել, որ Սոֆի Լերուան իրականում Տաթևիկ Համբարձումյանն է, նրա կորած դուստրը, բայց Մորելը միայն ժպտաց թախծոտ։ «Դուք ունեք ապացույցներ», հարցրեց նա։ Օֆելիան ցույց տվեց լուսանկարը, բայց Մորելը ասաց. «Սա միայն լուսանկար է։ Դա չի ապացուցում, որ Սոֆի Լերուան եւ այս աղջիկը նույն անձն են»։ Օֆելիան հասկացավ, որ նա պարտված է։ Համակարգը կրկին աշխատում էր նրա դեմ։ Օֆելիային պահեցին ոստիկանության բանտում 3 օր։ Այդ 3 օրվա ընթացքում նա չկերավ, չխմեց, միայն նստում էր բանտախցում եւ լաց էր լինում։
Նրա համերգները Փարիզում չեղարկվեցին եւ հայկական երգչախումբը վերադարձավ Երևան առանց նրա։ Օֆելիան մնաց միայնակ օտար քաղաքում, ձերբակալված, առանց փողի, առանց ընկերների։ Բայց ապա տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Չորրորդ օրը Օֆելիային այցելեց մի կին, ներկայացած որպես Մադլեն Լերուա։ Մադլենը նստեց Օֆելիայի դիմաց բանտախցի այցելուների սենյակում եւ նայեց նրան երկար, լուռ։ Ապա նա ասաց. «Մադամ Համբարձումյան, ես եկել եմ ասելու ձեզ ճշմարտությունը։ Այո, Սոֆին ձեր դուստրն է։ Ես միշտ գիտեի դա»։ Օֆելիան զգաց, որ սիրտը կանգ է առնում։ «Դուք գիտեիք», շշուկով ասաց նա, «եւ դուք թաքցրիք նրան ինձնից»։ Մադլենը ժպտաց տխուր։ «Ես չէի ուզում թաքցնել», ասաց նա, «բայց իմ ամուսինը, Պիերը, պնդեց։ Նա ասաց, որ եթե մենք վերադարձնենք Սոֆին, մենք կդատապարտվենք անօրինական որդեգրման համար։ Նա վախենում էր կորցնել իր կարիերան, իր հեղինակությունը»։ Մադլենը շարունակեց. «Երբ մենք որդեգրեցինք Սոֆին, մեզ ասացին, որ նրա ծնողները մահացել են։ Մենք չգիտեինք, որ նրան գողացել են իր մորից։ Բայց երբ Սոֆին սկսեց խոսել 2 տարի անց, նա պատմեց մեզ իր իրական պատմությունը։ Նա հիշում էր ձեզ, հիշում էր Երևանը, հիշում էր ու մեր ամեն ինչ։ Ես ուզում էի գտնել ձեզ, բայց Պիերը արգելեց։ Նա սպառնաց, որ եթե ես փորձեմ, նա կթողնի ինձ եւ կվերցնի Սոֆին»։ Օֆելիան լսում էր այս խոսքերը, արցունքներով ողողված։ «Ինչու եք ասում ինձ սա հիմա», հարցրեց նա։ Մադլենը պատասխանեց. «Քանի որ ես չեմ կարող ավելի ապրել այս ստի հետ։ Սոֆին ձեր դուստրն է, եւ նա ունի իրավունք իմանալ ճշմարտությունը։ Ես պատրաստ եմ վկայել դատարանում, որ մենք անօրինական ձևով որդեգրեցինք նրան։ Ես պատրաստ եմ ընդունել պատիժը»։ Օֆելիան նայեց Մադլենին եւ տեսավ նրա աչքերում անկեղծությունը։ Բայց նա նաեւ տեսավ ինչ-որ այլ բան՝ վախ։ «Ձեր ամուսինը գիտեր, որ դուք այստեղ եք», հարցրեց Օֆելիան։ Մադլենը ժպտաց տառնորեն։ «Ոչ», ասաց նա։ «Եվ երբ նա իմանա, նա կսպանի ինձ»։ Մադլենը պատմեց Օֆելիային, որ Պիեր Լերուան ոչ միայն փաստաբան էր, այլև ուներ կապեր Ֆրանսիայի հանցավոր աշխարհի հետ։ Նա էր այն մարդը, որը կազմակերպել էր անօրինական որդեգրումների ցանցը, միացնելով Փարիզը, Մոսկվայի եւ Երևանի հետ։ Նա աշխատում էր Կարեն Ղազարյանի հետ, այն մարդու, որը վաճառել էր Տաթևիկին։ Լերուան վճարել էր Ղազարյանին 10,000 ֆրանկ Տաթևիկի համար, հսկայական գումար այն ժամանակ։ Մադլենը ասաց. «Պիերը ասաց ինձ, որ Սոֆին որբ է, բայց ես հետո գտա փաստաթղթերը նրա գրասենյակում։ Այնտեղ գրված էր ամբողջ ճշմարտությունը, ձեր անունը, Արամ Համբարձումյանի անունը, ամեն ինչ։ Պիերը գիտեր, որ նա գողանում է երեխայի մի մորից, բայց նրան չէր հետաքրքրում։ Նրան հետաքրքրում էր միայն ունենալ երեխա, քանի որ ես չէի կարող ծնել»։ Օֆելիան զգաց, որ ատելությունը լցվում է նրա սրտի մեջ։ Այս մարդիկ, Լերուաները, Ղազարյանը, Արամը, բոլորը միասին խաղացել էին նրա կյանքի հետ, գողացել էին նրա դուստրը, եւ հիմա նրանք ապրում էին իրենց շքեղ կյանքով առանց պատիժի։ Մադլենը հանեց իր պայուսակից մի ծրար եւ տվեց Օֆելիային։ «Սրանք Սոֆիի ծննդյան վկայականի բնօրինակն են եւ որդեգրման փաստաթղթերը», ասաց նա։ «Վերցրեք դրանք եւ տվեք ձեր փաստաբանին։ Սրանք ապացուցում են, որ Սոֆին Տաթևիկն է»։ Օֆելիան վերցրեց փաստաթղթերը դարող հավատալ, որ վերջապես ունի ապացույցներ, բայց ապա նա հարցրեց. «Ինչու եք դա անում։ Ինչու եք օգնում ինձ»։ Մադլենը նայեց նրան արցունքներով լի աչքերով։ «Քանի որ ես մայր եմ», ասաց նա, «եւ ես գիտեմ, թե ինչ ցավ է կորցնել երեխային։ Ես չեմ կարող պահել Սոֆին ձեզնից։ Դա սխալ է։ Նա ձեժն է եւ նա պետք է իմանա դա»։ Մադլենը ելավ եւ պատրաստվեց հեռանալ, բայց դրան մոտ նա շրջվեց եւ ասաց. «Մադամ Համբարձումյան, եղեք զգույշ։ Պիերը վտանգավոր մարդ է։ Երբ նա իմանա, որ ես տվել եմ ձեզ այդ փաստաթղթերը, նա կփորձի ձեզ վնասել։ Խնդրում եմ, պաշտպանեք ձեզ»։ Եվ նա հեռացավ, թողնելով Օֆելիային միայնակ բանտախցում, փաստաթղթերով ձեռքին եւ սրտում նոր հույսով։ Օֆելիային ազատեցին հեծին հաջորդ օրը, Ժակ Դյուպոնի միջամտությամբ, որը գտավ փաստաբան եւ ներկայացրեց Մադլենի տված փաստաթղթերը։ Դատավորը ուսումնասիրեց փաստաթղթերը եւ համաձայնվեց սկսել հետաքննություն Լերուաների դեմ։ Բայց Պիեր Լերուան ուներ հզոր կապեր եւ նա սկսեց պայքարել։ Նա վարձեց լավագույն փաստաբաններին եւ սկսեց քարոզարշավ Օֆելիայի դեմ։ Նա ասաց, որ Օֆելիան հոգեպես անկայուն է, որ նա հալուցինացիաներ ունի, որ նա վտանգավոր է Սոֆիի համար։ Նա ներկայացրեց ապացույցներ, Օֆելիայի նամակները մշակույթի նախարարությանը, որտեղ նա գրել էր իր ցավի եւ հուսահատության մասին։ Փարիզյան թերթերը սկսեցին գրել այս պատմության մասին, վերնագրերով «Խելագար մայրը փորձում է գողանալ երեխայի»
Եվ սովետական երգչուհին սպառնում է ֆրանսիացի ընտանիքին։ Օֆելիան տեսավ, թե ինչպես հանրային կարծիքը շրջվում է նրա դեմ։ Նա հասկացավ, որ Լերուան օգտագործում է իր ազդեցությունը, ներկայացնելու նրան որպես չարիք։ Բայց Օֆելիան չէր հանձնվում։ Նա ուներ ճշմարտությունը իր կողմում, եւ նա պատրաստ էր պայքարել մինչև վերջ։ Դատական գործընթացը սկսվեց 1965 թվականի սեպտեմբերին։ Դատարանի դահլիճը լի էր լրագրողներով եւ հանրության ներկայացուցիչներով։ Օֆելիան նստեց իր փաստաբանի կողքին, հագած պարզ սև զգեստ, դեմքը գունատ, աչքերը խորը ընկած։ Նրա դիմացը նստած էին Պիեր եւ Մադլեն Լերուաները։ Պիերը նայում էր Օֆելիային ատելությամբ, բայց Մադլենը խուսափում էր նրա հայացքից։ Դատավորը սկսեց նիստը, կարդալով մեղադրանքները։ Օֆելիայի փաստաբանը Ժան Դյուֆուրը ներկայացրեց ապացույցները, Տաթևիկի ծննդյան վկայականը, որդեգրման փաստաթղթերը, Ղազարյանի տետրը։ Նա նաև կանչեց Մադլեն Լերուային որպես վկա։ Երբ Մադլենը բարձրացավ վկաների տեղը, դահլիճը լռեց։ Նա սկսեց խոսել դողացող ձայնով, պատմելով, թե ինչպես նրանք որդեգրեցին Սոֆին, ինչպես նա հետո իմացավ ճշմարտությունը, ինչպես Պիերը սպառնաց նրան։ Պիեր Լերուան ցատկեց ոտքի եւ գոչեց. «Սուտ է, նա ստում է»։ Բայց դատավորը հրամայեց նրան նստել։ Մադլենի վկայությունը շարժեց դահլիճը։ Շատերը սկսեցին լաց լինել, բայց ամենակարևոր պահը եկավ, երբ դատավորը որոշեց կանչել Սոֆի Լերուային, հարցաքննելու նրան։ Երբ Սոֆին մտավ դահլիճ, Օֆելիան զգաց, որ սիրտը պատռվում է։ Նրա դուստրը կանգնած էր այնտեղ, 14 տարեկան, գեղեցիկ, բայց այնքան օտար։ Դատավորը հարցրեց Սոֆիին. «Արդյոք դու հիշում ես քո կյանքը, մինչև որդեգրվելը»։ Սոֆին նայեց Օֆելիային, եւ նրա աչքերում Օֆելիան տեսավ ինչ-որ բան, ճանաչում, ցավ, շփոթություն։ Սոֆին ասաց. «Այո, ես հիշում եմ»։ Դատավորը հարցրեց. «Ինչ ես հիշում»։ Սոֆին պատասխանեց. «Ես հիշում եմ մի կին, որը երգում էր ինձ համար։ Ես հիշում եմ, որ նա կոչում էր ինձ Տաթևիկ։ Ես հիշում եմ, որ ես սիրում էի նրան»։ Օֆելիան չկարողացավ զսպել արցունքները։ Նրա դուստրը հիշում էր նրան։ Բայց ապա Սոֆին ասաց ինչ-որ բան, որը ցնցեց բոլորին։ «Բայց ես չեմ ուզում վերադառնալ։ Ես սիրում եմ իմ ընտանիքը այստեղ։ Ես ուզում եմ մնալ Սոֆի Լերուա»։ Արդյոք Տաթևիկը իսկապես ուզում էր մնալ Լերուաների մոտ, թե նրան սովորեցրել էին ասել այդ խոսքերը։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող էր Օֆելիան համոզել իր դստերը, որ նրանք պատկանում են միմյանց։ Փարիզյան դատարանի արխիվներում պահվում է մի ձայնագրություն, որը երբեք չի հեռարձակվել հանրությանը։ Դա 1965 թվականի հոկտեմբերի 19 թվականի դատական նիստի ձայնագրությունն է, որտեղ Սոֆի Լերուան, նախկին Տաթևիկ Համբարձումյանը, խոսում է դատավորի հետ առանձին սենյակում, առանց Լերուաների ներկայության։ Այդ ձայնագրության վրա լսվում է, թե ինչպես 14 տարեկան աղջիկը լաց է լինում եւ ասում. «Ես վախենում եմ։ Պիերը ասաց, որ եթե ես ասեմ ճշմարտությունը, նա կվնասի իմ իրական մորը։ Նա ասաց, որ նա ունի մարդիկ Երևանում, ովքեր կարող են անել ցանկացած բան»։ Դատավորը հարցնում է. «Արդյոք դու ուզում ես վերադառնալ քո մոր մոտ»։ Եվ Սոֆին պատասխանում է. «Ես չգիտեմ։ Ես սիրում եմ Մադլենին, բայց ես նաև հիշում եմ իմ իրական մորը։ Ես շփոթված եմ։ Ես ուզում եմ, որ ցավը դադարի»։ Այս ձայնագրությունը փոխեց ամեն ինչ։ Դատավորը հասկացավ, որ Սոֆին ապրում է սպառնալիքների ստվերում եւ որ նրա նախորդ հայտարարությունը դատարանում եղել է ստիպված։ Բայց ինչու էր այս ձայնագրությունը թաքցված հանրությունից 30 տարի։ Ով էր վախենում, որ այն կարող է բացահայտել ավելի խորը ճշմարտություն։ Ճշմարտություն, որը կարող էր քանդել ամբողջ անօրինական որդեգրումների ցանցը Եվրոպայում։ Դատավորը Ժորժ Բեռնարը որոշեց անցկացնել փակ նիստ, միայն փաստաբանների եւ ընտանիքի անդամների ներկայությամբ։ Այդ նիստում նա ներկայացրեց Սոֆիի ձայնագրությունը։ Երբ Պիեր Լերուան լսեց այն, նրա դեմքը գունատվեց։ Նա փորձեց բողոքել, բայց դատավորը լռեցրեց նրան։ Բեռնարը հայտարարեց. «Այս գործում ակնհայտ է, որ Սոֆի Լերուան անօրինական ձևով բաժանվել է իր կենսաբանական մորից։ Ավելին, ապացույցները ցույց են տալիս, որ երեխան ենթարկվել է հոգեբանական ճնշման, ժխտելու իր ծագումը»։ Նա շրջվեց դեպի Պիեր Լերուան եւ ասաց. «Պարոն Լերուա, դուք մեղադրվում եք անօրինական որդեգրման, փաստաթղթերի կեղծման եւ անչափահաս երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության մեջ։ Ես հանձնում եմ այս գործը քրեական դատախազությանը»։ Դահլիճը լցվեց աղմուկով։ Լրագրողները սկսեցին գրել։ Մադլեն Լերուան ծածկեց դեմքը ձեռքերով եւ սկսեց լաց լինել։ Օֆելիան նստած էր անշարժ, չհավատալի, որ վերջապես արդարությունը հաղթում է։ Բայց Պիեր Լերուան չէր պատրաստվում հանձնվել։ Նա ելավ եւ ասաց սառն, վերահսկվող ձայնով. «Պարոն դատավոր, դուք անում եք սխալ։
Այս կինը Օֆելիա Համբարձումյանը լքել է իր ընտանիքը 1962 թվականին։ Նրա ամուսինը Արամ Համբարձումյանը ստիպված էր տալ երեխային որդեգրման, քանի որ նա չէր կարող հոգ տանել նրա մասին։ Մենք փրկեցինք այդ երեխային աղքատությունից եւ տվեցինք նրան սեր եւ կրթություն։ Օֆելիայի փաստաբանը Ժան Դյուֆուրը ցատկեց ոտքի։ Սուտ է, գոչեց նա։ Մադամ Համբարձումյանը չի լքել իր ընտանիքը։ Նրան խաբեցին եւ հեռացրին Երևանից հենց նրա դստերը գողանալու համար։ Դյուֆուրը ներկայացրեց Ղազարյանի տետրը, որտեղ գրված էր ամբողջ գործարքի մանրամասները։ Նա նաև ներկայացրեց Վլադիմիր Սոկոլովի կեղծնամակը, որը օգտագործվել էր Օֆելիային Մոսկվա տանելու համար։ Դատավորը ուսումնասիրեց այդ փաստաթղթերը, եւ նրա դեմքը մռայլվեց։ Նա հասկացավ, որ այս գործը շատ ավելի խորն էր, քան պարզ անօրինական որդեգրում։ Սա էր միջազգային հանցավոր ցանց, որը գործում էր տասնամյակներ։ Դատավորը հրամայեց ձերբակալել Պիեր Լերուային եւ սկսել հետաքննություն նրա կապերի մասին Կարեն Ղազարյանի եւ այլ անձանց հետ։ Պիերին տարան ոստիկանություն, ձեռնաշխտաներով, մինչդեռ լրագրողները լուսանկարում էին։ Մադլեն Լերուան մնաց դատարանում լաց լինելով։ Օֆելիան մոտեցավ նրան եւ ասաց. «Շնորհակալություն, դուք փրկեցիք իմ դստերը»։ Մադլենը նայեց Օֆելիային եւ ասաց. «Ես ներողություն եմ խնդրում այն ամենի համար, ինչ մենք արեցինք։ Ես սիրում էի Սոֆին որպես իմ սեփական դուստր, բայց ես գիտեի, որ նա երբեք իսկապես իմը չէր։ Նա միշտ ձերն էր»։ Օֆելիան գրկեց Մադլենին, եւ երկու կանայք, մեկը, որը ծնել էր Տաթևիկին, եւ մյուսը, որը մեծացրել էր նրան, լաց էին լինում միասին։ Դատավորը թույլ տվեց Օֆելիային տեսնել Սոֆին առանձին սենյակում։ Երբ Օֆելիան մտավ, Սոֆին կանգնած էր պատուհանի մոտ, նայելով դեպի փողոց։ Օֆելիան մոտեցավ նրան եւ ասաց հայերեն. «Տաթևիկ, իմ սիրելիս»։ Սոֆին շրջվեց եւ նայեց Օֆելիային։ Նրա աչքերում էին արցունքներ։ «Ես հիշում եմ ձեզ», ասաց Սոֆին հայերեն դժվարությամբ, կարծես լեզուն մոռացած լիներ։ «Ես հիշում եմ, թե ինչպես դուք երգում էիք ինձ համար, երբ ես չէի կարող քնել։ Ես հիշում եմ ձեր ձայնը»։ Օֆելիան չկարողացավ զսպել արցունքները։ Նա մոտեցավ Սոֆիին եւ փորձեց գրկել նրան, բայց Սոֆին ետ քաշվեց։ «Ես վախենում եմ», ասաց աղջիկը։ «Ես չեմ ճանաչում ձեզ այնպես, ինչպես ուզում եմ։ 3 տարի շատ երկար ժամանակ է»։ Օֆելիան զգաց, որ սիվտը պատրվում է։ Նրա դուստրը այնտեղ էր, ընդամենը մի քայլ հեռավորության վրա, բայց միևնույն ժամանակ այնքան հեռու։ Օֆելիան նստեց աթոռի վրա եւ ասաց. «Տաթևիկ, ես չեմ ուզում ստիպել քեզ։ Ես միայն ուզում եմ, որ դու իմանաս, որ ես երբեք չեմ դադարել սիրել քեզ։ Ամեն օր, ամեն րոպե ես մտածում էի քո մասին։ Ես փնտրեցի քեզ ամենուր։ Եվ հիմա, երբ ես գտա քեզ, ես չեմ ուզում կորցնել քեզ կրկին»։ Սոֆին նայեց Օֆելիային երկար եւ ապա ասաց. «Ես նույնպես չեմ ուզում կորցնել ձեզ, բայց ես չգիտեմ, թե ինչպես լինել ձեր դուստրը կրկին։ Ես եղել եմ Սոֆի այնքան երկար»։ Օֆելիան հասկացավ, որ նրա դստեր սիրտը բաժանված էր երկու աշխարհների միջև։ Նա որոշեց չստիպել նրան ընտրել անմիջապես։ Նա ասաց. «Տաթևիկ, մենք ունենք ժամանակ։ Մենք կարող ենք սկսել դանդաղ։ Դու կարող ես ինձ ճանաչել կրկին, եւ ես կարող եմ ճանաչել քեզ այն մարդուն, ով դու դարձել ես»։ Սոֆին ժպտաց առաջին անգամ։ «Ես կցանկանայի դա», ասաց նա։ Եվ այդ պահին Օֆելիան զգաց, որ փոքրիկ հույսի լույս է վառվում նրա սրտում։ Գուցե նրանք չէին կարող վերադառնալ անցյալ, բայց նրանք կարող էին կառուցել նոր ապագա միասին։ Դատավորը որոշեց, որ Սոֆին կմնա Մադլեն Լերուայի խնամքի տակ, ժամանակավորապես, մինչև վերջնական որոշումը։ Բայց Օֆելիային տրվեց իրավունք այցելել Սոֆիին ամեն օր։ Օֆելիան համաձայնվեց։ Նա հասկացավ, որ Սոֆին կապված էր Մադլենի հետ եւ որ անմիջական բաժանումը կարող էր վնասել աղջկան։ Օֆելիան սկսեց այցելել Սոֆիին ամեն օր, բերելով նրան հայկական քաղցրավենիք, պատմելով նրան Երևանի մասին, երգելով նրա համար։ Աստիճանաբար Սոֆին սկսեց բացվել։ Նա սկսեց հիշել ավելի շատ իր մանկության մասին, իր հայրենիքի մասին, իր իրական ինքնության մասին։ 1966 թվականի գարնանը դատարանը կայացրեց վերջնական որոշումը։ Սոֆի Լերուան պաշտոնապես ճանաչվեց որպես Տաթևիկ Համբարձումյան, եւ նրան վերադարձրին Օֆելիային։ Մադլեն Լերուան ազատվեց քրեական պատասխանատվությունից, նրա համագործակցության համար հետաքննության հետ։ Բայց Պիեր Լերուան դատապարտվեց 10 տարի բանտարկության, անօրինական որդեգրման, փաստաթղթերի կեղծման եւ անչափահաս երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության համար։ Դատարանը նաև հրամայեց սկսել միջազգային հետաքննություն Կարեն Ղազարյանի եւ նրա ցանցի դեմ, բայց Ղազարյանը երբեք չձերբակալվեց։
Երբ սովետական միության իշխանությունները փորձեցին գտնել նրան, պարզվեց, որ նա անհետացել է։ Ոմանք ասում էին, որ նա փախել է արտասահման, ուրիշներ ասում էին, որ նրան սպանել են իր սեփական գործընկերները, որպեսզի նա չկարողանա վկայել նրանց դեմ։ Ճշմարտությունը երբեք չբացահայտվեց, բայց Օֆելիային այլևս չէր հետաքրքրում Ղազարյանի ճակատագիրը։ Նա ուներ իր դուստրը, եւ դա միակ բանն էր, որ կարևոր էր։ Օֆելիան եւ Տաթևիկը վերադարձան Երևան 1966 թվականի ամռանը։ Կայարանում նրանց դիմավորեցին հարյուրավոր մարդիկ, ընտանիք, ընկերներ, երկրպագուներ։ Գայանեն եւ Լուսինեն լաց էին լինում ուրախությունից։ Վահե Մելքոնյանը բերել էր ծաղիկներ։ Նույնիսկ Տեր Գրիգորը եկել էր Փարիզից, օրհնելու նրանց վերադարձը։ Բայց մի մարդ բացակայում էր այդ դիմավորումից՝ Արամ Համբարձումյանը։ Երբ Օֆելիան հարցրեց նրա մասին, Գայանեն ասաց. Արամը հեռացել է Երևանից։ Երբ նա լսեց, որ դու վերադառնում ես Տաթևիկի հետ, նա վախեցավ, որ դու կդատի նրան։ Նա գնաց Մոսկվա եւ փոխեց իր անունը։ Օֆելիան զգաց տարօրինակ զգացում։ Նա ատում էր Արամին այն ամենի համար, ինչ նա արել էր, բայց միևնույն ժամանակ նա զգում էր ինչ որ տեսակի ազատություն։ Արամը այլևս չէր կարող վնասել նրան կամ Տաթևիկին։ Նա փախել էր, եւ այդ փախուստը եղել է նրա սեփական դատավճիռը։ Օֆելիան որոշեց չհետապնդել նրան։ Նա ուզում էր սկսել նոր կյանք, առանց ատելության, առանց վրեժի։ Տաթևիկը դժվարությամբ էր հարմարվում Երևանին։ Նա սովորել էր ֆրանսիական կյանքին, եւ Երևանը թվում էր նրան օտար։ Նա չէր հիշում հայերեն լավ, եւ երեխաները դպրոցում ծաղրում էին նրան։ Օֆելիան տեսնում էր նրա ցավը եւ փորձում էր օգնել։ Նա վերսկսեց երգել օպերայի թատրոնում եւ տարավ Տաթևիկին իր հետ, ցույց տալու նրան հայկական մշակույթի գեղեցկությունը։ Աստիճանաբար Տաթևիկը սկսեց սիրել Երևանը։ Նա սկսեց սովորել հայերեն, սկսեց ընկերներ գտնել, սկսեց զգալ, որ այստեղ է իր տունը։ Բայց միշտ մնում էր մի փոքրիկ մաս նրա սրտում, որը պատկանում էր Փարիզին եւ Մադլենին։ Օֆելիան հասկանում էր դա եւ չէր փորձում ջնջել այդ հիշողությունները։ Նա ասում էր Տաթևիկին. «Դու կարող ես սիրել երկու տեղերը միաժամանակ։ Դու կարող ես ունենալ երկու տուն։ Սա քեզ չի դարձնում պակաս հայ կամ պակաս ֆրանսիացի։ Սա քեզ դարձնում է հարուստ, երկու մշակույթներով»։ 1969 թվականին Օֆելիան ստացավ նամակ Մադլեն Լերուայից։ Մադլենը գրել է, որ նա ամուսնալուծվել է Պիերից եւ սկսել է նոր կյանք։ Նա աշխատում էր որպես սոցիալական աշխատող, օգնելով այլ ընտանիքների, ովքեր կորցրել էին իրենց երեխաներին անօրինական որդեգրումների պատճառով։ Նա գրել էր. Օֆելիա, ես երբեք չեմ կարող ներել ինձ այն ամենի համար, ինչ պատահեց, բայց ես փորձում եմ փոխհատուցել, օգնելով ուրիշներին։ Ես հույս ունեմ, որ Տաթևիկը երջանիկ է ձեզ հետ։ Խնդրում եմ, ասեք նրան, որ ես միշտ կսիրեմ նրան եւ որ նա միշտ կարող է գրել ինձ։ Օֆելիան ցույց տվեց այդ նամակը Տաթևիկին։ Տաթևիկը կարդաց այն եւ սկսեց լաց լինել։ Ես ուզում եմ պատասխանել նրան, ասաց նա։ Ես ուզում եմ ասել նրան, որ ես նույնպես սիրում եմ նրան եւ որ ես երախտապարտ եմ նրան այն ամենի համար, ինչ նա արեց ինձ համար։ Օֆելիան գրկեց իր դստերը եւ ասաց. Իհարկե իմ սիրելիս, մենք կգրենք նրան միասին։ Եվ այդպես սկսվեց նոր փուլ նրանց կյանքում, փուլ, որտեղ անցյալը եւ ներկան կարող էին գոյակցել, որտեղ ցավը եւ ուրախությունը կարող էին միասին ապրել։ Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում, որտեղ հանգչում են Հայաստանի մեծագույն արվեստագետները, կա մի պարզ գերեզմանակար, գրված Օֆելիա Համբարձումյան, 1928-1986։ Ձայնը, որը երբեք չլռեց։ Օֆելիան մահացավ 60 տարեկան հասակում սրտի կաթվածից, բայց նրա վերջին տարիները եղան նրա կյանքի ամենաերջանիկ տարիները։ Նա շարունակեց երգել մինչև վերջ, թեև նրա ձայնը այլևս չուներ այն ուժը, որը մի ժամանակ ուներ։ Բայց հանդիսատեսները չէին գալիս լսելու կատարյալ ձայնը, դրանք գալիս էին լսելու մի կնոջ պատմությունը, որը երբեք չհանձնվեց, որը պայքարեց համակարգի դեմ եւ հաղթեց։ Տաթևիկը, որը դարձել էր բժիշկ, կանգնած էր իր մոր գերեզմանի մոտ, իր սեփական դստեր Օֆելիայի հետ, որին նա անվանել էր իր մոր պատվին։ Տաթևիկը ասաց իր դստերը. «Հիշիր քո տատիկին։ Նա սովորեցրեց ինձ, որ սերը ավելի ուժեղ է, քան ցանկացած սահման, ցանկացած օրենք, ցանկացած ստություն։ Նա երբեք չդադարեց փնտրել ինձ, եւ այդ սերն է, որ փրկեց ինձ»։ Բայց Օֆելիայի պատմությունը չավարտվեց նրա մահով։ 1989 թվականին, երբ Սովետական միությունը փլուզվեց, բացվեցին արխիվները, եւ աշխարհը իմացավ ճշմարտությունը անօրինական որդեգրումների ցանցի մասին, որը գործել էր տասնամյակներ։ Հազարավոր ընտանիքներ իմացան, որ իրենց երեխաները գողացվել էին եւ վաճառվել արտասահման։ Օֆելիայի գործը դարձավ խորհրդանիշ այդ պայքարի համար։
Նրա պատմությունը պատմվեց գրքերում, ֆիլմերում, դասախոսություններում։ Նա դարձավ հերոսուհի ոչ միայն իր երգերի համար, այլև իր քաջության համար։ Բայց ամենակարևորը, նրա պատմությունը օգնեց փոխել օրենքները։ Եվրոպական միությունը ընդունեց նոր կանոններ, կանխելու անօրինական որդեգրումները եւ պաշտպանելու երեխաների իրավունքները։ Օֆելիայի անունը դարձավ հիմք նոր կազմակերպության համար, որը օգնում է ընտանիքներին գտնել իրենց կորած երեխաներին։ Ինչ վերաբերում է Արամ Համբարձումյանին, նրա ճակատագիրը մնաց խորհուրդ։ Ոմանք ասում էին, որ նա մահացել է Մոսկվայում, միայնակ եւ մոռացված։ Ուրիշներ ասում էին, որ նա դեռ ապրում է ինչ-որտեղ, փոխված անունով, թաքնված իր անցյալից։ Տաթևիկը երբեք չփորձեց գտնել նրան։ Նա ասում էր. «Այն մարդը, որը վաճառեց ինձ, այլևս իմ հայրը չէ։ Իմ իրական ընտանիքը եղավ իմ մայրը, Օֆելիան, եւ բոլոր նրանք, ովքեր օգնեցին մեզ վերամիավորվել»։ Կարեն Ղազարյանի մասին նույնպես շատ տարբեր պատմություններ կային։ Ամենատարածված տարբերակն այն էր, որ նրան սպանել էին 1966 թվականին իր սեփական գործընկերները, ովքեր վախենում էին, որ նա կարող է վկայել նրանց դեմ։ Նրա մարմինը երբեք չգտնվեց, եւ նրա գործը փակվեց որպես չլուծված։ Բայց նրա ցանցի ավերակները շարունակեցին գոյություն ունենալ տասնամյակներ, թաքնված, փոխակերպված, բայց միշտ այնտեղ, որսալու խոցելի ընտանիքներին։ Օֆելիայի պատմությունը սովորեցրեց աշխարհին մի կարևոր դաս, որ մայրական սերը անհաղթահարելի ուժ է, որը կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Բայց այն նաև ցույց տվեց մի ողբերգական ճշմարտություն, որ համակարգերը, որոնք պետք է պաշտպանեն երեխաներին, հաճախ դառնում են այն ուժերը, որոնք վնասում են նրանց։ Օֆելիայի պայքարը չէր միայն անձնական պայքար, դա էր պայքար արդարության համար, ճշմարտության համար, մարդկային արժանապատվության համար։ Եվ թեև նա վճարեց ծանր գին, կորցնելով տարիներ իր դստեր հետ, նա երբեք չզղջաց իր ընտրության համար։ Նա ասում էր. «Եթե ես պետք է կրկին անցնեի այդ ամենը, ես կանեի նույն բանը»։ Քանի որ Տաթևիկը արժե էր յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր ցավ, յուրաքանչյուր անքուն գիշեր։ Այսօր, երբ մարդիկ այցելում են Օֆելիայի գերեզմանը, նրանք թողնում են ծաղիկներ եւ փոքրիկ նշումներ։ Շատ նշումներ են ներեն մայրերից, ովքեր կորցրել են իրենց երեխաներին եւ փնտրում են նրանց։ Նրանք գրում են. «Օֆելիա, տուր ինձ քո ուժը։ Օֆելիա, օգնիր ինձ չհանձնվել։ Օֆելիա, շնորհակալություն, որ ցույց տվեցիր, որ հնարավոր է»։ Այս նշումները ցույց են տալիս, որ Օֆելիայի պատմությունը դեռ ապրում է, դեռ ոգեշնչում է, դեռ տալիս է հույս նրանց, ովքեր պայքարում են նմանատիպ պայքարներ։ Եվ գուցե դա է Օֆելիայի ամենամեծ ժառանգությունը։ Ոչ թե նրա երգերը, որոնք արդեն մոռացվել են, այլ նրա օրինակը, որը շարունակում է փայլել որպես լույս խավարի մեջ։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Օֆելիա Համբարձումյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը ջախջախեց նրա կյանքը, թե հերոսուհի, որը հաղթեց իր սեփական ճակատագրի դեմ։ Արդյոք նրա պայքարը արդարացված էր, թե նա պետք է ընդուներ իր կորուստը եւ շարունակեր ապրել։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում, արդյոք նրա երգերը դեռ հնչում են ձեր սրտերում։ Սեղմեք հավանել, եթե հավատում եք, որ ճշմարտությունը միշտ պետք է բացահայտվի, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին լսելու ավելի շատ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին պատմությունը իրենց քաջությամբ։